Գյուղի դպրոց չեք փակում, մենք գյուղերի համար կառուցում ենք դպրոց։ Այլ բան, այդ դպրոցը որտեղ է տեղակայված, կարող է 1 կիլոմետր այն կողմել, 2 կիլոմետր այն կողմել, 4-5 կիլոմետր, ես ձեզ բերեմ իմ օրինակ, ես ապրել եմ Երևան քաղաքում, ես իմ 4 երեխաները ամեն օր 6 կիլոմետր գնացել են, 6 կիլոմետր եկել են դպրոց, ես ինչի համար եմ դա արել, իմ երեխեքի համար ուզեցել եմ վատը լինի, թե ուզեցել եմ լավը լինի, հիմա ձեր գյուղի, բոլոր գյուղերի երեխեքի համար եմ նույն ձևի անում, որ միջավայր ձևավորվի, որ երեխեքը ուրիշ գյուղերի երեխեքի հետ էլ ընկերություն անեն, գնան այնտեղ նորմալ կրթական պրոցես։ Շատերը գնում են կռիվալն, ձմեռալն մեքենա այդ ճամփան մենք անցել ենք մեր ժամանակ, մենք ասում ենք դուք պետք չի տանեք, մենք նոր գործանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք, ուղեկցող էլ կնշանակենք, կմտնեն առավոտ երեխեք իրենց բակերից միկրոավտոբուսով կտանեն, որ ժամին, որ պետք է։ Հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն, հետո առավոտ կգնան, շաբաթ կիրակ էլ իրանց գյուղում։ Բայց դա նույնը կարելի է գյուղում անել, չէ՞, գյուղը որ դատարկ էս մի լուսավոր։ Ինչի՞ պետք է դատարկ։ Կներեք, որ եթե դպրոցը փակվել յուղացիները գնան։ Հարգելիս ես ձեզ շատ հարգում եմ։ Ես ձեր համախոհներից եմ։ Կներեք, էլի դուք դպրոց եք գնում։ Ինչ։ Ասում եք գյուղացին դպրոցը հարգելիս։ Երեխեքների համար եմ ասում։ Երեխեքի մնան դպրոց գյուղը։ Հազարավոր մարդիկ։ Դատարկ էս գյուղը։ Պարոն Միրզոյան, հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս, գնում են Երևան ապրելու, մենակ այն պատճառով, մի րոպե, որ իրենց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար մենք այս գյուղերի, այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում ենք կրթահամալիրներ, ավտոները տալիս են։ Շնորհակալ եմ, երրորդ տեսնում եմ հարևան գյուղերում բոլոր մանկապարտեզներ եք սարքում, դպրոցներ եք սարքում, ամեն ինչ սարքում եք։ Այս գյուղը մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ ունենք։ Այս ասֆալտը որ գնում է գերեզմաներ չունենք։ Դպրոցների հարցն էլ տենց ենք լուծել։ Հիմա դպրոցի հարցը ես խնդրում եմ, այս գյուղը փոքր դատար էս մի լուսավոր կետնա մեր դպրոցը, պարոն Վարչապետ, ուրիշ բան չունի, անգամ խանութ Հարգելիս, կներեք, դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխու համար է, որ նորմալ կրթություն ստանա։ Կներեք, ես այդ հարցում ձեզ հետ համապատասխան, երեխեքը գնալու են այնտեղ շրջապատը ուրիշ է, սաղուր կռիվ դավեն անում, վեճեր են անում։ Ոչ, չկա տենց։ Չեմ հաշտվի, պարոն Վարչապետ։ Չեք հաշտվի։ Ես ուղղակի խնդրում եմ, գիտեք, եկեք սենց անենք, հա, որտեղ այդ դպրոցը կլինի։ 2 կիլոմետր հեռու Ամբերտ գյուղում։ 4-5 կիլոմետր։ 270 Թող 4-ի, ասում եմ, իմ երեխան ամեն օր 6 կիլոմետր գնացել է։ Ժամանակին գնացել ենք այդ ճանապարհը, այսինքն ձուներն ու ոտով գնում ենք։ Հարգելիս, մենք ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտը տալիս ենք, որակավորված ուսուցչին տալիս ենք, լաբորատորիան տալիս ենք, ֆիզկուլ դահլիճը տալիս ենք, ամեն ինչ։ Մեր մոտ սարքեք, ես գյուղերը փոքր գյուղեր ինչ կան, խնդրեմ, մեր այս գյուղերը։ Հարգելիս, կներեք, էլի, հարգելիս, մի րոպե, ձեզ համար Ամբերտը բանը, ձեր գյուղը Լեռնամերձը ձեր մոտ Ամբերտը ձեր մոտ չի, մեզ համար մի րոպե, մեզ համար Ամբերտն է, Լեռնամերձն է մեր մոտը։